Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 3 Եվ նրանք առան Հիսուսին և տարան, Հովհաննես ավետարան 19:16 Նա ամբողջ գիշերն անցկացրեց չարչարանքների մեջ, վաղ առավոտյան նրան բերեցին Կայիափայի բակ, Կայիափայի բակից նրան տարան Պիղատոսի մոտ, Պիղատոսի մոտից Հերովդեսի մոտ և Հերովդեսի մոտից կրկին Պիղատոսի մոտ, այդ պատճառով նրա ուժերը հատել էին, սակայն նրան ոչ սնունդ, ոչ հանգիստ չէին տալիս, նրանք փափագում էին նրա արյունը, այդ պատճառով էլ մահվան տարան, նրա վրա դնելով ծանր խաչը, ինչ ցավալի երթ էր, թող ողբան Սաղեմի դուստրերը, ողբան նաև դու թանկագին հոգի, ինչ ենք զգում մենք տեսնելով, թե ինչպես են տանում մեր թանկագին Հիսուսին, արդյոք տեսնում ենք զոհի վիճակի մեջ կանխասված ճշմարտությունը, Քահանայապետը կենդանի քավության նոխազին բերում էր, երկու ձեռքը դնում էր նրա գլխին, խոստովանելով ժողովրդի մեղքերը և դրանք վերագրելով նոխազին, որին դրանից հետո տանում էին անապատ, այդ կերպ ընդգծվում էր, որ ժողովրդի մեղքերն ու անօրենությունները հեռացված են նրանցից, և դրանիցից ոչ մի հետք չէր մնացել, մենք տեսնում ենք Հիսուսին կանգնած կառավարիչների ու քահանաների առաջ, որոնք նրան մեղավոր էին հռչակում, Աստված ինքն է մեր մեղքերը վերագրում նրան, Տերը նրա վրա դրեց մեր բոլոր մեղքերը, նրան ով չգիտեր մեղքը, նա մեզ համար մեղք դարձրեց, Քրիստոսը զբաղեցրեց մեր տեղը, իր վրա գցելով մեր մեղքերը, և մենք տեսնում ենք, թե ինչպես են նշանակված արդարության ներկայացուցիչները տանում մեծն քավության նոխազին, Սիրելիս, դու տեսնում ես, որ նա իր վրա վերցրել է քո մեղքը, Ուշադրություն դարձրու նրա վրա դրված խաչին, միթե այն չի մարմնավորում քո մեղքերի բեռը, մեկ միջոց կա իմանալու, թե արդյոք նա կրել է քո մեղքերն իր վրա, դու երբևէ ձեռքերդ դրել ես նրա գլխին, խոստովանել ես քո մեղքը, վստահել ես նրան, այդ դեպքում քո մեղքերը քեզ վրա չէ, այլ վերագրված է Հիսուսին, նա այն դրել է իր ուսերին, շատ ավելի ծանր բեռի տեսքով, քան խաչն է, թող այս տեսադարանը և այն, ինչ դու լսում ես, ջանհետանա քո աչքերի առաջից, քանի դեռ չես ուրախացել մեղքից ազատ լինելուդ համար, քանի դեռ չես սիրել քեզ սիրող փրկագնողին, որն իր վրա է առել ու կրել է քո բոլոր մեղսագործությունները։